Սիրելի ապովյանցիներ, այս մի քանի օրերին մենք շատ կարևոր գործ ենք անում։ Հայաստանի քաղաքներով, գյուղերով ենք ճամփորդում, հանդիպում ենք մեր սիրելի ժողովրդին եւ ներկայացնում Սամվել Կարապետյանի եւ Ուժեղ Հայաստանի ծրագրերը։ Ու ժամանակը մեզ չի երիքում, որովհետեւ այնքան շատ են մեր ծրագրերը, այնքան կարևոր են դրանք, որ չենք հասցնում անգամ ներկայացնել։ Խոսում ենք հետագա 300,000 ստեղծվելիք աշխատատեղերի մասին, տուրիզմի ծրագրերի մասին, Նարեկ Կարապետյան խոսում է իր կատարած մինչև հիմիկվա գործերի մասին, նոր ստեղծած գործարանների մասին, ժամանակը մեզ չի երիքում։ Բայց մենք այդ իրիկվա ժամերին ավտոբուսով գնալուց ճանապարհին նայում ենք թե մյուսները ինչ քարոզարշավ են անում, ինչից են խոսում։ Մենք էտել ենք մի հոգի կա, մի փոքրիկ խմբակ հավաք է, այ մարդ ուտում են։ Արա ուտում են ես արդեն մի ամիսա դրանք ուտում են։ Ոչ ծրագիր ունեն, ոչ գործ ունեն, ոչ խոստում ունեն, ոչ հաշվետվություն։ 8 տարվա ղեկավար են, 8 տարի խոստում են տվել, ինչ խոստացել են հակառակն են արել, ասել են խաղաղություն կբերենք, պատերազմ են բերել, ասել են հարուստներից իրանց հարստությունը թալանածը կբերենք, կբաժանենք ժողովրդին, թալանածը վերցել են իրանց, եթե ինչ-որ բան վերցրել են։ Սուտը ստի հետևից ու հետնել ասում են ժողով ջան, տենը մեկ ինչ լավ ենք ուտում։ Բա մեզ հնարավորություն չեք տալի, մենք 5 տարի էլ ուտենք։ Մենք էլ ասում ենք, չէ այ եղբայր, այդ հնարավորությունը մենք ձեզ չենք տալի։ Հերիքա ուտեք, սկզբից սկսին կուկուռուզից, անցան կարտոշկային, հիմա էլ ասում է կարտոշկա ու տորներին էլ պետք է ուտենք։ Այսօր ասել, այ մար դրանց ոնց ես ուտում, ամենաշատ կարտոշկան Գերմանիա, Ռուսաստան են ուտում, դու դրանց ոնց ես ուտելու։ Բայց պիտի մենք դրանց ասենք, որ ախորժակ պահեն, ուտելու գործը բացվե։ Երկու օր առաջ Նարեկը իր ֆեյսբուքյան էջում ցույց է տվել, թե ինչքան ծաղիկ է ջերմոցի մնացել։ Ջերմոցներում, ճանապարհին, մաքսատաներում։ Այ բալե դուք պետք է ուտեք։ Այդ ջերմոցի ծաղիկն էլ պետք է ուտեք։ Այն ծիրանը, որ այս տարի Ռուսաստան չի գնալու, այդ էլ պետք է ուտեք։ Այն ալկոհոլային խմիչքները, որ չեն թողնում, այդ էլ պետք է խմեք։ Այն ջերմուկն էլ պետք է խմեք։ Այն օր այդքանից հետո կարող է սեփական գազ էլ ունենաք։ Ասում մենք գազ ունենք։ Այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը չի գնացել։ Ունդեղ ընդունվել է հատուկ հայտարարություն Հայաստանի վերաբերյալ առանց Հայաստանի մասնակցության։ Նորմալ մարդիկ գիտեն, թե դա ինչ հետևանքներ է բերելու մեր պետության ու ժողովրդին, ինչ աղետ է լինելու, բայց դա թյուրիմացության հետևանք չի, վստահ եղեք սիրելի ժողովուրդ, ինքը գիտակցված է դա անում, ինքը գիտակցված է անում, որպեսզի հայերը հայտնվեն աղքատության մեջ, որպեսզի գործարարները սննկանան, որպեսզի տեղ բացվի 300,000 ադրբեջանցիների համար, նա դիտմամբ անում այդ ամեն ինչը, և մենք դրան այդ հնարավորությունը չպիտի տանք։ Ու այնքան է կեր է, որ մի մարդ Գեղարքունիքում էր, ասում էր, պարոն վարչապետ, մի ոտը չեր, 4 ոտը դել կետնեց գազին։ Մենք էլ ենք ասում, պարոն վարչապետ, մի ոտը չէ, 4 ոտը դել գազին ու այդ դա դեպի Ադրբեջան։ Սամվել Կարապետյանի հեղինակած նախաձեռնած օրենքը խափանելու է բոլոր սաֆարովների մուտքը Հայաստան։ Մենք ենք ապրելու մեր երկրում։ Ինչ-որ մի պահի նաև ես էի հուսահատված, հուսալքված։ Այսքան տարի պայքարում ենք, մենք այդ փոքրիկ խմբակի դեմ հաջողություն չենք ունեցել, դա փաստ է, որ չենք ունեցել։ Բայց ես հիմա նոր ուժով և վստահությամբ եմ լսված։ Այդ ուժը ինձ տվել է Սամվել Կարապետյանը։ Ուժեղ մարդու հետ մարդը միայն ուժեղ է լինում։ Այո։